պարբերաբար սահմանային ինչ-որ լարվածություն են մարդիկ ասում, որ կա։ Այդ բնակավայրերի մարդիկ ասում են, կրակում են, սրանք ասում են ախպեր, մառախուղա օդ են կրակում։ Արի որպես տենց դլյաչայնիկը տրամաբանության մեջ մի հատ արի բացատրի մեզ, էլի ինչ-որ ռազմական տրամաբանություն կա, որ մառախուղին ինչ-որ օդ են կրակում մարդիկ։ Սկսենք այդ բանից, էլի այս ապուշ հիմնավորումից, հետո կանցնենք արդեն իրականում ինչա կատարվում սահմանին հարցին։ Ասվել է մի բան, որը կոնկրետ այս իրավիճակի հետ առհասարակ կապ չունի։ Ինչի մասին է խոսքը։ Տարբեր ժամանակներում 94 թվականից հետո, երբ որ հրադադարի պայմանագիրը կնքվել է, մարտական հերթապահություն է իրականացվել եւ այլն, եղել են իրավիճակներ, երբ որ եղել է մառախուղ, եղել է վատ տեսանելիություն, եղանակային վատ պայմաններ եւ այլն, իրենց ապահովագրելու համար եղել են կրակել են եւ այլն կամ գիշերային ուժ ժամերին մենք էլ իրանք էլ ճիշտ եմ հասկանում։ Եղել է, հիմնականում իրանք են եղել։ Այլ հանգամանք էլ ա եղել, քանի որ ամենա վտանգավոր հատկապես դիվերսիոն հարձակումների տեսանկյունից դրանք գիշերային ժամերն էին, հատկապես 4-ը, 5-ը այդ ժամերը, երբ որ մարդը ինքնա չի զգում աշկերտը փակում է։ Այդ պոստերում հանդիպող բանն է, իրենից անկախ իրավիճակում։ Լինում էր իրավիճակներ, երբ որ դուրս են գալիս, մեկ-երկու հատ կրակում են, ցույց տալու համար, որ մենք հաստատ այդտեղ քնած չենք, փորձում են նաև կանխեն հնարավոր դիվերսիոն գործողությունները։ Դա, այսպես ասեմ, այնպես չէ, որ բանակի կողմից արտոնված գործողություններ կամ տակտիկա էր, դա հիմնականում ինքնագործունեության դրսևորում էր։ Լավ, ճակերտ է։ Բայց դա ասեմ, որ դա եղել է շատ ավելի հին ժամանակներում, էլի, այսինքն ասել, որ դա եղել է, ասենք, չգիտեմ, 2010, 11, 15 թվերին, չէ, դա հին բան է, որը աշխատել է, որոշակի դիրքային բան է եղել, նաև մշակույթ է, որպես այդ ձևի եղել։ Այդ հետագայում որոշակի հրամանագրեր եղավ, չեմ ուզում շատ ծանրացնել այս թեման, որով սկսեց կարգավորել այդ թվում կրակի կիրառումը եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք, ինչու իրանք այդ նկատի ունեին էս։ Այո, ես տեսա այդ բանը, գիտեմ ու մասնախոսքի անունը սկի չեմ հիշում, պետք է չի եւի։ Պետք է չի հիշել, նոնեյմ է։ Բայց էսի ընդհանրապես կապ չունի դրա հետ հետեւյալ պատճառ։ Ունախ լրիվ այլ իրողություն է հիմա։ Երկրորդը արդեն երևի 3 շաբաթ կլինի, երևի երրորդ շաբաթ արդեն լրանում է, որ այդ հրադադար ռեժիմի խախտումները կան։ Այդ ընթացքում եղել է մառախլապատոր, եղել է անձրևային օր, եղել է աստղային օր, եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդհանրապես դրա հետ կապ չուներ, այդ հիմնավորում չէր։ Դա գիտեք ինչ է, որ ասել են, որ շրջանցեք, ձևտվեք, որ ոչի բան չի եղել, իշո մեկ հելանես բանը ասել, որ սա գնալ լրիվ ուրիշ թեմայով կենտրոնանալ, մոռանալ թե вообще ինչա տեղ ունեցել։ Հիմա ամենատարակուսելու, ամենամտահոգիչ բանը, որտեղ իմ համար առաջացել է։ Այս ընթացքում ես եղել եմ առաջնագծի մի քանի ուղղություններով։ Ես եղել եմ սահմանամերձ հիմնական ուղղություններով, տեղ, Արավող, Խնածախ, Խոզնավար, Վաղատոց, այո։ Դու գնում որ գրում ես Խոզնավար, Տիգրանի նկարն է բերում, ինքն է գնացել էր այդ բանի տակ նկարվել էր, ինձ ուղարկել էր, ասում էր, «Էսա նայ, տոշներ բերում»։ Ասի մարդ էս էլ անգար չկասկածի։ Վերջը գնացել է մարդկանց հետ եմ խոսացել եմ մարդկանց հետ, ովքեր ըստ էության այդ իրավիճակին, իրադրությանը տիրապետում են, հասկանում են, տեսնում են եւ այլն եւ այլն։ Հիմա իմ տպավորությունները որն է։ Նախ առաջին հայացքից թվում մարդիկ ասում են, այ պանան ասում է կամ այդ իշխանությունը ասում է, օդ են կրակում, ես եմ անկան, էդի կապ չունի։ Խնածախ գյուղում եղած մարդը, որ մի անգամ եղել է, ինքը տեսել է, որտեղ ադրբեջանական մարտական ամենամոտ դիրքը։ Ես հանդիպել եմ այնտեղ մարդկանց հետ, իմիջիայլոց տանը 4 երեխա կա, մեկը ծառայության մեջ է, որոնք մարտական դիրքից երևի 100-150 մետրի վրա են, 150-ը շատ եմ ասում։ Հիմա պատկերացրեք, այդ ադրբեջանցին գիշերը հելում է, օդ կրակի, շուրգա հետ կրակի, որտեղ կրակի 150 մետրի վրա պատկերացնում եք։ Մարդ խոճապի մեջ է ապրում։ Հիմա չեմ ուզում այդ խոճապը ես ավելի շատ ասեմ, բայց ասեմ, սա կոնկրետ նաև ազդում է այն մարդկանց վրա, ովքեր սրտի խորքում, ինչ-որ պահի մտածել են, որ կարող է երկրից պետք է արտագաղթել, կարող է գնալ ուրիշ տեղ ապրել սահմանից հեռու։ Ես ես վստահ ասում եմ, այս իրավիճակը ազդում է ձևի մարդկանց վրա ու Ադրբեջանի նպատակներից մեկը ահաբեկման մթնոլորտ ստեղծելով ազդել է մարդկանց վրա, սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը փորձում է այդ մարդկանց միջոցով, այսինքն սահմանապահ գոտում ապրող մարդկանց միջոցով ազդել հավաքական առումով հայ հասարակության վրա։
Իդեպ որ ուղություններով Տավուշից, Գեղարքունիքից մինչև Սյունիքի մարզ։ Հիմնականում ընտրված այն ուղությունները, որոնք մարտական դիրքերը, որտեղ մոտ է բնակավայրերին։ Պատահական է սա։ Ոչ։ Իհարկե։ Հիմա տեսեք, ինչի համար արված եմ ասում։ Հիմա գնաս մարդկանց զգուշացնես, վախեցնես, ահաբեկես, տեղեր կա մարդկանց ասել են հանգարց ասեք հրադադար ռեժիմի խախտում ա եղել, ձեզ տանելու ենք փագենք, կալանավորենք, ինչ ասես չեն ասել։ Արա, այսինքն մեր տեղի բան հա իշխանությունները փոխանակ արձանագրեն, մի հատ էլ զորքին դուխ տան ասեն հելեք, դա մի հատի տեղը, մի հատ խախտման տեղը 3 հատ հետ կխախտեք։ Ասում են այդ մարդկանց մի ասեք, թե չկտանենք կփագենք։ Այո։ Դրա համար պատահական չէ, որ տեղեր կա օրինակ 7 օր կրակում էին արդեն, բայց ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Քեզ ասեմ, ես մի դեպքի հետ եմ առնչվել, որտեղ մարդիկ տեսանյութ էին դրել այդ կրակոցների մասին։ Հետո ընկած խնդրում էին սաղին, որ այդ հանեն, հետի որտեղ իրանց ձենը լսվում է, իրանք կոպիտ ասած որտեղ ենթադրում եմ, որտեղ մի հատ ուրիշ տես դեպք կա, զանգել են ասեն եթե դի չանեն ձեզ տանում ենք դատենք։ Այդ մարդը հիմա գյուղում ապրող մարդ է, չգիտի թե ով պետք է իրան դատի, ինչի համար ինքը ինչ արավ որ իրան տանան դատել։ Նա որ էլի ասում են որ վախացնեն։ Այդ չեմ ասում որ իր երեխին է տեղ ապրում։ Այդ ովքեր հերվից զանգում են, բան են ասում, որ դրանց երեխեքը տեղ չեն։ Իսկ մենք այդ դրանց չենք կարում օրինակի համար այդ ասողներին հասկանանք ովքեր են։ Ու այդ մարդկանց էլ բացատրենք, այ հիմա օրինակ, հենց հիմա այդ մարդիկ ովքեր մեզ կնայեն կամ նայում են, ժողովուրդ ջան, որևէ մեկը ձեզ չի կարա դատի նրա համար, որ դուք ասում եք, որ Նիկոլի հերը Ալիևը կամ չգիտեմ, հոգևոր հերը կամ չգիտեմ ինչ հերը բան հա, դիրեկտորը ասում է, լավ եմ անում եմ, Նիկոլն է պետք է ասի, տես բան չկա։ Այդպես բաները հրապարակեք։ Առանց որևէ մի րոպե մտա որևէ մեկը չի կարա ձեզ դատի նրա համար, որ դուք ձեր տանը ձեր երեխու կնոջ հետ նստած եք ադրբեջանցին կրակումը, դուք ասեք կրակում են։ Այս խայտարակություն է այս։ Դե իրան գիտես ոնց է, ես հետո հետևում եմ, որ ես մի քանի անգամ տեսել եմ, որ Մեսրոպ Արաքելյան առաջիններից էր եղել, ով ինչ որ տեղեկություն էր տալիս, սկսում են ամեն տեղով հերքել, մեկ էլ նոր հայտնվում է տեսանյութ, որտեղ տեղացի ինչ որ միկին, տատի կամ ինչ որ տղամարդ խոսում է դրա մասին ու հերթական անգամ էլի ինչ որ տարբեր տեղեկություններ էլի գնացին ու մինչ այսօր ես ոնց օրը մեջ գալիս է տեղեկություն, այս ուղղությամբ կրակել են, այն ուղղությամբ կրակել են ու դրան չի տրվում ոչ մի ողջամիտ հերքում կամ արդեն հերքումն էլ չեմ տենում ես արդեն այնպես այսօր օրինակ այսօր 10-20 դե հիմնականում 3 անգամ են կրակում 3 մաքսիմում 4 ալնում նույն բարբերականությամբ նույն ժամերին առաջին սկսում է 10-20 երեկոյան 10-20 նայեք գիշերային ժամեր է ընտրվում դա լա չէ հաբեկման մի տարբերակ գիշերվա ժամը երեխեքը պետք է քնեն 10-20 գյուղ տեղում արդեն մարտիկ տեղ կա 9 ժամը քնածեն էլ չեմ ասում երեխեքին վերջինը կրակում են ասենք 4-20-ի 4-5-ի կոմերը պատկերացնում եք գիշերը հիմա եթե 400 մետրի վրա կրակոց առնում ում վրա ուզում են կրակեն օդ կրակես չգիտեմ գլուխ կոնձի տան նոր կրակեն այդ կրակոցը լսվում է չէ հատկապես գիշերային լռության բանը եւ այլն Հիմնական կալիբրները սովորական ավտոմատ ալնում կամ գնդացիր ալինում մի քանի բաներ լսել եմ որ մի փոքր խոշոր է եղել կորդ եմ լսել չեմ կարա հաստատեմ բայց գնդացիրը ավտոմատը հաստատ եղել է կրակել են հիմա մի բան էստեղ կարևոր կա որ ոնց որ իներցիայով նաև շատերը դաշտում գրում են ասում են բան չէ հրամանտալ օրինակ այդ բանը հելավ Փաշինյանը նիստում հելավ ասում է ես հրաման եմ տալի եւ այլն չէ չկրակեք բան եւ այլն այո Նախ դու ով ես կա մարտական կանոնագրքերը սահմանում են թե մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը կլինի ինքը համազորային ստորաբաժանում կլինի չգիտեմ հակաօդային պաշտպանություն կլինի հրետանային եւ այլն թե որ իրավիճակում ոնց են գործում սա մեկ երկրորդը մի հատ կարևոր բան եմ ուզում ձեզ հիշեցնեմ 21 թվականին այն որ թուրքերը շփշոցնելով իջնում էին հիշում եք մայիսին նոյեմբերին իշխանասար Վարդանես բան հիմա լիքը մարդիկ են դատում գիտեք ինչի համար որ բանավոր զանգել են ասել են չկրակեք չեն կրակել հիմա դատում է որտեվ ասում են մեզ զանգի ասել են բանավոր հրաման էսի ասում է էս ասեն ասել Արասպեն ով է զանգի ասել մարտական կանոնագրքում գրած է որ քո վրա կա անմիջական հարցակում կամ դրա վտանգ դու պետքա բան անես չես արել ով է զանգել դե գնա ապոցի որ հետո լսում է բանակը դավաճանն է հետո լսում է դավաճանն հիմա դատում են էցերի մարտիկա միջև կորպուսի հրամանատարներ կան դատվում են զորամասի հրամանատարներ կան դատվում են ու ձենները կտրած դատվում են չեմ հասկանում դրանց քիչ արա լավ են անում
Այդ էս պիտի ձեզ անել, որ ոնց ձենեք սուսուպուս նստած դատվում են, ախպեր։ Չեն ասում, արա այս մարդը, այս ոչ լոտը զանգել է, այս բանը ասել։ Այն մյուսը կառավարության նիստից հելել է, ասել է չկրակեք, ախպեր։ Ու այդ սուսուպուս նստած դատվում են այդ Չէ, մարդը։ դեն ասում են, որ ասել են մարդը Չէ, համապատասխան բայց մեղադրանքներ մեդիա աղմուկ չկա, ցավը տանեմ։ Ես ու դու ստեղ ենք, հիմա ենք, չէ՞ իմանում որ տես բան կա։ Ես գիտեի որ ինչ որ դատեր կան, բայց Հիմա այդ մասով մի բան կարևոր բան էլ ասեմ, որը նաև 44-օրյա պատերազմի վրա էլ է տարածվում։ Այ իրավիճակը եղավ, ասենք 22 թվականի ռազմական գործողությունը, չէ՞ որ եղավ սեպտեմբերին։ Գումարտակի հրամանատարը կամ Զորամասի հրամանատարը լիազորությունը շրջանակում որոշում է կայացրել այս կամ այն քայլը անելու։ Հիմա մոտ քնիշ գալիս է, որ ասենք պայմանական լեյտենանտ, ավակ լեյտենանտ է, կարող է կապիտան է, մայոր է, կապ չունի, բայց զինվորական չի ինքը։ Գալիս է ասում է այդ քրեական գործերի շրջանակներում, ասում է սխալ որոշում ես կայացրել։ Ուրեմն քովրայես հոդվածն է, այս հոդվածն է, հոդվածն է։ Արա դու գումարտակի հրամանատար չես եղել, Զորամասի հրամանատար չես եղել, դու ո՞նց կարաս գնահատես այդ մարդը այդ դիրքում ճիշտ որոշում է կայացել թե չէ։ Ամեն ինչ այդ գրքում գրած չի, այդ գումարտակի հրամանատարը կամ Զորամասի հրամանատարը ինքը իրադրությունը նաև հաշվի առնելով վերլուծելով ինքը տեղ կարա որոշում չէ կայացնի։ Հիմա այս ինչ վտանգավոր բան է բերում։ Վաղը հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ որոշում կայացնող հրամանատարները տարբեր օղակներ ասել են էսի անեմ դատվելու եմ, մենի անեմ դատվելու եմ, էսի չանեմ պոստս վերցնելու եմ, էսի անեմ սենց եմ հասկանում եք բարի լքում ա գնում։ Այս մարդը ասել է ինչ անեմ, դե դիմում գրեմ գնամ ավելի լավ պայեստազոր իմ համար շարժ սպորտցանքից հեռու։ Ու հմուտ հրամանատարները թողում գնում են վախից։ Հիմա մեկ այլ կարևոր հանգամանք էլի լավ համել առիթը, համել մարդկանց շատ մաչելի ուզում եմ ներկայացնենք։ Իներցիայով իրավիճակի բերումով շատ մարդ է, չէ՞ օրինակ գրում նորմալ մարդկանցից որ ասում ով ոնց նշանակում չարձագանքել։ Կրակում են դուք եք կրակեք եւ այլն եւ այլն։ Բայց բացված շատ ժամանակ չեն տալիս։ Ինչ է լինում, երբ որ քո վրա կրակում են, դու չես կրակում։ Այ զորքը կանգնած է, մի օր կրակում են, երկու օր կրակում են, երեք օր կրակում են։ Ինքը բարի հոգեբանական առումով քո վրա ազդում է։ Տեղից մենք 20 թվականից հետո զորքը հասարակությունը ամեն ինչ արել են բարի լքելու համար, քաղաքական իշխանությունը մի հատ դրա վրա բենզին է լցնում անընդհատ։ Ամեն առիթով կամ առանց առիթի հայտարարում է որ զինծառայողի է հերոսը հարկ վճարողն է, այս այն է եւ այլն եւ այլն։ Հիմա դու այս բան կանգնեցես, այս մարդն ասում է, ես կարող է ժիվոյ միշեն եմ։ Կարող է ես սրանց համար պրոստը բան եմ, իրանք քաղաքական որոշում ունեն, ես այդտեղ պրոստը պիտի մեռնեմ, իմ խնդիրը այդտեղ մեռնելն է, ոչ թե հայրենիք պաշտպանելն է։ Հատկապես այն մարդիկ, ովքեր հարաբերականորեն փորձառու չեն, բան չեն, իրանց վրա շատ մեծ ազդեցություն է թողում, սա մեկ։ Երկրորդը շատ մեծ ազդեցություն է թողում հասարակության վրա եւ հատկապես սահմանամարտ հատվածը։ Բնակիչների սովորել։ Հա, ինքը կարող է այդ բան խոսալուց ինքը չգիտակցի, չասի, բայց ենթագիտակցորեն իր վրա ազդել է։ Ինքը ասում է, վաղը բավոր մերոնց ասել են չկրակեք։ Բայց կարող է առավոտը հելեմ դրանք թուրքերը մտել են գյուղ, որտեղ հրաման կա չկրակելու։ Հասկանում ես, ամեն մեկի տակ անես մինաներ է դրած, չեք պատկերացնի։ Հիմա ես գնում եմ, չէ՞, մարդկանց հետ ես առնչվում եմ, ել չեմ ասում, ես երևի 2006-ից բանակի տարբեր կարգավիճակներով առնչվում եմ։ Կապված ես, հա։ Ժամկետային, պայմանագրային, սպայի, հրամանատարը ես լավ եմ ճանաչում այդ մարդկանց, չէ՞։ Ես գիտեմ այդ մարդը ինչ է այդ բային մտածում, իր ընտանիքը այդ բային ինչ է մտածում, իր անգերը ինչ է մտածում։ Ես կարող եմ գնամ ինձ մի բառ մեկ այդ խոսա, մեկ այդ բառև տամ, իմ համար արդեն պարզ է։ Ընդհանուր վիճակը, հոգեվիճակը ոնց է եւ այլն եւ այլն։ Հիմա էս է իրավիճակը։ Հիմա Ադրբեջանը ինչ է խաղարկում։ Հիմա գանք հաջորդ բանին, անդադ շրջանառվող։ Ինքը 17 կետերը, որը այդ պայմանական խաղաղության պայմանագիր անունա գրել, արել է դրել է դարակում։ Ասում է, էսի արդեն ես ունեմ։ Դրա մեջ ակնհայտորեն են բաներն են, որոնք մենք կապիտուլյացիա ենք համարում, որտեվ այն ինչ որ ենթատեքստերով կամ հրապարակված մասով ներկայացվել է, ակնհայտորեն սա կապիտուլյացիա երկրորդ փուլն է։ Հիմա ասում դու սրանով չես վերջացրել, կան այլ բաներ։ Նախ այդ Միչանսկի թեման, որ ինքը ամեն գնով բրթում է, անցյալ տարվա օգոստոսից հանվել է, չէ՞, այդ փաստաթղթից առանձին է զուգահեռ քննարկվում։ Դրա մասով բան չկա։ Որը մեկի մոտ հարց չի առաջանում, բայց դելիմիտացիա, դեմարկացիան չի կանգնել։ Այո, ինչ է։ Կանգնել է հիմա։ Այո, չկա։ Հիմա ասում եմ փակողի չի մտել, բայց հիմա չգիտեմ մտել է թե չի մտել, բայց կանգնած է, չէ՞։ Այո։ Հայտարարություն տարածեցին, ասեցին Տավուշեն գլխից սկսում ենք Վրաստանից, ամենից կանգնել է, չէ՞։
երկուս եղավ։ Ասում են համադրությունը պիտի փոխես, ընդ որում լավ գիտակցելով, որ համադրությունը, որը մի հոդված չեն փոխելու, ամբողջ համադրությունը սրանք ուզում փոխեն, ընթացակարգերով մենակ եթե հաշվի առնես տեխնիկական մասը, 5 ամիսների բան է։ Իրանք էլ Ադրբեջանը հասկանում է, չէ՞։ Իհարկե։ Ինքն էլ ժամանակ է ձգում հասկանա, թե ինքը որ պայն ինչ կարա անի։ Հիմա ասես մի հատ վատ բան էլ է կատարում։ Օրինակ նայեք, միջազգային հանրությունից դուք ինչ-որ լուրջ արձագանք տեսնում եք, այս 3 շաբաթվա ընթացքում։ Բացարձակ։ Իհարկե ոչ։ Մինչև այս վերջերս հələ բան են անում, շնորհավորում, ողջունում են այդ, ասում են այդ փաստաթղթի բանակցությունները ավարտել եք, բայց դրանք չեն ասում, արա, բանդեր 3 շաբաթա կրակում են։ Ադրբեջանը շոշափում է, չէ՞, տրամադրությունները։ Իհարկե։ Ասում կրակում եք, բան են կանում, ես Ոչ ոչ մեկին պետք չէ։ Ոչ են կրակում, վրա կրակում են, նրանք էլ չեն կրակում, վախեցած են։ Կարանք ենթադրենք, որ սա կանաչ լույս է, որ դու կարաս մի աշճան են բարձրացնես լարվածությունը։ Ու արդեն էսի Մի արձանագրված բարձունք է գրավես, ասենք, ջերմուկի նման մի տեղ։ Մեստեղ այսօր հարցնում էին, այս նույն համատեքստում հետաքրքիր է լսել քո կարծիքը, նաև կարդացինք դրա մասին, որ հայ-իրանական զորավարժություններ են պատրաստվում իրականացնել, սա եթե չեմ սխալվում, արդեն ավարտվել է։ Արդեն ավարտվել է։ Ամսի 11-ից 12-ներ կարծեմ։ Ու ինչ որ տեղեկությունն է, թե դրանք ինչ ընթացք ունեցան, ինչ էֆեկտիվություն ունեցան, вообще դրա քաղաքական տարը։ Դրա քաղաքական միակ տարը այն էր, որ Իրանը այս արդեն եւի 5 տարի է անդադասում արեք համատեղ զորավարություն անեցը։ Իհարկե ես վստահաբար սա այն զորավարությունը, որ չէր որոնք իրանք պատկերացնում են, բայց տենց ինչ-որ սիմվոլիկ բաներ, որ համատեղ ինչ-որ բան է։ Ինչ-որ մի բան է արել են։ Բայց հիմա նայեք, սցենարն ենք նայում, ասենք օրինակ որ զորավարություն ալենում, սցենարային զարգացում են իրանք տալիս։ Օրինակ Ադրբեջանը, որ անցյալ շաբաթ արել էր, ինչ էր, տվել էր տակտիկական զորավարություն ավիացիայի ներգրավմամբ, որը սցենարը տվել է մարտական դիրքի գրավում, բնակավայրի գրավում, չիստկա եւ այլն եւ այլն։ Այսինքն կոնկրետ քաղաքական բաղադրիչով բանա ուղիղ սպառնալիք է Հայաստանին։ Մարտական դիրքը կվերցնեմ, հետո մերձակա բաները։ Բնակավայրը կմաքրեն ճնշում է դա, ճնշում է, չէ՞։ Ահաբեկչության էլեմենտ է քո հասարակության վրա, այո։ Հիմա մենք ինչ ենք այս զորավարությունով տվել։ Քաղաքական տարը է դեր, որ այն որ ասում ենք բան անելու մի հատ եղավ, հա, բայց հիմա դրան եմ գալիս։ Հիմա ասում եմ հայ-իրանական սահմանակետի նկատմամբ ահաբեկչական հարձակման դեպքում կողմերի փոխգործակցություն։ Այսինքն մենք ըստ էության խոսում ենք կոմունիկացիայի մասին ավելի սահմանապահ զորքերի տիրույթում գտնվող գործողությունների իշո բանի մասին։ Այսինքն այնտեղ բնականաբար էսի լրիվ ուրիշ բան է, քան այս մի 4-5 տարվա խոսում են։ Ասում եմ միակ քաղաքական պուճուրիկ էլեմենտն է, որ այս 5 տարվա ընթացքում մի հատ համատեղ ինչ-որ բան է։ Դե դու նայում ես սպառազինություն, բան, մասնակից ուժեր, բաներ, դու ինչ-որ բան չկա էլի ասել, որ ասես էս է։ Այդ սցենարը արդեն իր մասին ասում է, այդ նվազագույն չափով բանը, ինչ-որ սիմվոլիկ բան է։ Մի խոսքով տենց ինքը մասշտաբային կամ ինչ-որ լուրջ բան չի։ Չէ, չեմ տեսնում։ Լավ, վերադառնալով էսկալացիայի թեմային։ Ինչքան կարա քո կարծիքով հասնի Ադրբեջանի կողմից այդ այսքան իրենք կարան կոնկրետ գործողության գնան։ Օրինակ տենան շոշափելով, հասկանալով, որ միջազգային հանրությունը լուր է, մենք կզածենք բոլոր առումներով, մեր զինվորին արդեն վարչապետի բանի, հա, կառավարության աշխատակարգային նիստի ընթացքում հրամանատալի վարչապետը ասում է ձերներ հետ կդրեք կզայեք, ժողովրդին վախացրել, ասում է սուս մնացեք, չխոսեք, կտանենք, կդատենք։ Այս սաղ իրար վրա գումարի բերի ու ասի ախպեր, յանում խի չէ որ։ Խնացախ ինչ վատ գյուղա։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շոշափում 1-2 երկրի տրամադրություն, ոչ թե շոշափում է կոնկրետ այս մեր խոսածածի շրջանակներում, այլ կոնկրետ տարբեր խողովակներ։ Նաև դիվանագիտական Թուրքիայի, Իսրայելի միջոցով օրինակ Միացյալ Նահանգներն է շոշափ։ Եթե Ռուսաստանի դեպքում ինքը ուղիղել կարա նստի խոսա, հասկանա կամ չխոսա էլ ընդհանուր իրավիճակը գնահատի հասկանա ռուսները ինչ չափով կարձագանքեն կամ կներգրավեն, Միացյալ Նահանգների դեպքում ինքը երկու լուրջ խողովակ ունի Իսրայելը եւ Թուրքիան։ Ընդ որում 3 չհեռաջ շնորհավ Միացյալ Նահանգների նախագահ շնորհավորել է նրանց այդ բանի առումով, իրենց այդ կրոնական տոնի հետ կապված, այնտեղ ռելիզի մեջ տեսա, որ այնտեղ Իսրայելին է ինքը բանանում, մատնանշում, բան եւ այլն եւ այլն, այսինքն Իսրայելի դերը այդ շնորհավորանքի մեջ արտահայտված է նաեւ որոշակիորեն այդ կամուրջն է երևում, որ հեսա ձեր մեծ աղբերն է, բանն է, մենք իր միջոցով
այն ինչ տեսել եմ իմ համար վտանգավոր է։ Հիմա այդ թեմայով կոնկրետ դրանով Իսրայելով, Միացյալ Նահանգներով զբաղվող մեր մյուս ընկերները կարող են այն ովքեր շատ ավելի նեղ մասնագիտական է գնահատում, ինքը կարող է ինչ-որ այլ նյուանսներ կա, որ այս բանը տեսանելի չէ, բայց գոնե երևացող մասով կոմունիկացիա ունեն ու այս բային պարզ չի, թե իրենք ինչ են ստացել արձագանքը, այսինքն Ադրբեջանը ուզում է հասկանա, եթե հանգարց այս մասշտաբի կամ այս մասշտաբի գործողություն անի, Ամերիկան սանկցիա գործելու, ակաժները պոկելու, վիզնա թռցնելու, թե կոշտ հայտարարությունները անելու մեր համայնքն ամենակ ընդեղ արտահայտվելու, որտեղ երբ որ դու մի հատ գործողություն ես անում, քո ուժերը գնահատելուց բացի, քո հնարավորություններ, ռեսուրսներ, բաներ եւ այլն, դիմացինի ուժերի հնարավորությունների այդ ընդհանուր անալիզը որ անում ես, դու նաեւ նայում ես ռեգիոնալ աշխարհակահաղական իրավիճակը, թե այս իրավիճակում ոնց է անցալվելու։ Հիմա մենք այս իրավիճակում արդեն մի 3-4 հատ չափալախ արդեն կերել ենք, որտեվ ինչ ա եղել։ Հիմա դրսից նայող մարդը ասում է, ադրբեջանցիք 3 շաբաթ ասում են հայերը հրադադար ռեժիմ են խախտում։ Հիմա սրանք փոխանակ հել էին, այն առաջին օրվանից գորգորային, չգիտեմ, եվրոպացի դիտորդներն ասած գրկաստանային այդ առաջնագիծ ֆիքս էին, այդ ժամեր, էսկոմ, մենկոմ, հայտարարություն են չէր, չգիտեմ, SL-եր, N-ներ, առաջնակցում, չգիտեմ, միգուցե բրիֆինգներ էր, բաներ էր, որ ֆիքս էին, որ նախ մենք ստե մեր վրա բան ա գնում, փորձենք ինչ-որ բաներ կանխման զսպան չարենք, հիմա սրանք ձեն չեն անում, ադրբեջանցիները պաշտոնական հաղորդագրությունով աշխատում են, հոդվածներով աշխատում են, դրսում աշխատում են, միջազգայիններով աշխատում են, հիմա հերիք չի մեզ այստեղ քացով խփում գցում են, մի հատ էլ տեղեկատվական ֆոն են ստեղծել, որ բանը, այս հայերը անդադ ինչ-որ բան է, սադրանք բադրանք են գործածում, սրանք են մեզ ասում են, նայեք, մեր համբերությունը կարա մի օր սպառվի, ու մի օր երբ որ իրանց պետք է լինի ինչ-որ մասշտաբի գործողություն անելու, ասեն դե այդ որ մենք ասում ենք, մեր համբերությունը սպառվելու են, սպառվել էր ստիպված բան են կարել, պատասխանել են եւ այլն։ Այսինքն ամեն մի քայլի հետևը 2-3 մեր դեմ Հայաստանի դեմ օգտագործվող բան է վտանգավոր։ Ես մի հատ բան ասեմ, արի մի հատ սրա լուծումն էլի առաջարկենք, որտեվ իմ համար Տիկ ջան, սենց պարզ բան կա էլի, ընկեր։ Լավ, իշխանապողությունը հասկանում ենք, որ տենց օրերի հարց չի էլի, ցավոք սրտի։ Հասկանում ենք նաեւ վիճակ չկա, այս կողմ են կողմ սաղ այդ հասկանում ենք, բայց ոնց կարանք մենք սրան հակազդենք։ Այսինքն արի երևի կոչ անենք այդ բնակիչներին, ովքեր ապրում են այդտեղ, նախ բարձրաձայն են, առաջին, դա շատ կարևոր բան է։ Երկրորդ, բանակին ինչ կարանք ասենք։ Ես պրոստը ուզում եմ հասկանամ, էլի, ես օրինակ իմ մասը հասկանում եմ։ Քաղաքացիական բնակչությանը կոչ անել սիրելի սահմանամերձ տարածքում բնակավայրերում ապրող մեր շատ սիրելի հայրենակիցներ, որ ձեզ այս իշխանությունները փորձում են վախացնեն, որ դուք չխոսաք, որ ձեր վրա կրակում են, լավ, ձեր վրա չեն կրակում, ձեր սահմանին, ձեր 100 մետր ձեր տնից են կողմ կրակոցներ են, կոնկրետ ֆիքսված ժամերի, դա հատուկ են անում, որ տերորի ենթարկեն ձեզ, միգուցե նաև ձեր վրա են կրակում, էական չի, կրակում են, կրակոցը կա փաստ է, որ լռեք, սուտ են ասում, իրանք չեն կարող ձեզ որևէ գործով դատեն, բարձրաձայն եք, խոսացեք, նկարեք, այդ ձեները լսենք մենք մարդիկ տենան, որ այս ստորները խափում են, այս ստորները վախից պոչը շան վախեցած շունոնց է պոչը մցնում հետևը, այդ այս պոչը հետևը մցրած սաղիս ապագան ու սաղիս անվտանգությունը ծախում են, խոսացեք սրա մասին, սիրելի բնակիչներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, այս իշխանությունը ձեզ, մեզ փրկություն չի, սրանք վախեցած երկիրը ամեն հնարավոր ձևով զիջման տանող իշխանություններ են, բարձրաձայնեք, մի վախեցեք, այս ձեր երեխեքի չի մենակ, մեր երեխեքի ապագան էլ է ժողովուրդ ջան, հերիք է այդ պարտվածի, կզածի, հիմա մեզ նորից կզստում են սրանք,